Ես գտա սունդուկ ջրվեժի տարածքում։ Սունդուկը, երդում եմ, որ այս սունդուկն է։ Իսկ թե ինչպես, հիմա պատմեմ։ Այս քարտեզի վրա նշված է 3 կետ, բայց ես գիտեմ ընդամենը 1 բան։ Եթե կարողանամ անցնել այս 3 վայրերով, գտնեմ այնտեղ թաքցրած 3 բանալիները եւ հասնեմ վերջնակետին, այնտեղ ինձ սպասվում է մի խորհրդավոր սունդուկ։ Իսկ թե ինչ կա այդ սունդուկի մեջ, ես պատկերացում անգամ չունեմ։ Իմ առաջին կանգառը հսկայական հանգած հրաբուխ է, որը ժայթքել է միլիոնավոր տարիներ առաջ։ Հենց այդ հսկայական փոսի տարածքում է թաքցված է առաջին բանալին։ Հենց գտնեմ առաջին բանալին, պետք է շարժվեմ քարտեզի վրա նշված երկրորդ վայրը, որը ժայռի մեջ թաքնված մի հինավուրց վանք է։ Թաքնված ու հինավուրց վանքից պետք է գտնեմ երկրորդ բանալին եւ այնուհետեւ պետք է շարժվեմ վերջին կանգառ, որտեղ էլ ինձ սպասվում է վերջին բանալին եւ խորհրդավոր սունդուկը։ Այդ ժամանակ իմանամ, թե ինչ է թաքցված սունդուկի ներսում։ Եվ սա դեռ ընդամենը սկիզբն է։ Այս վիդեոյով ես սկսում եմ նոր նախագիծ, որը բաղկացած է 3 իրարից տարբեր էպիզոդներից։ Այս ճանապարհորդությունն ինձ տանելու է Հայաստանի ամենախորհրդավոր եւ առեղծվածային վայրերով, որտեղ այս 3 էպիզոդների ընթացքում ես գալու եմ, թե ինչ է իրական վախը, անցնելու եմ շատ բարդ փորձությունների միջով եւ հաղթահարելու եմ իրական էքստրիմը։ Այս 3 էպիզոդների յուրաքանչյուր փորձություն ավելի բարդ է լինելու, քան նախորդը։ Բայց մինչև այդ ամենը ինձ պետք է գտնել 3 բանալիները եւ ամենավերջին կետում պահած առեղծվածային սունդուկը։ Մենք ուղիղ 2 ժամ ճանապարհ ունենք գնալու, որպեսզի հասնենք մեր առաջին կետին, հանգած հրաբուխի սարին, որը գտնվում է Վայոց ձորի մարզում, կոչվում է Վայոց սար։ Հրաբուխը ժայթքել է միլիոնավոր տարիներ առաջ, որի պատճառով էլ սարի գագաթին առաջացել է հսկայական խառնարան, որի մեջ էլ գտնվում է բանալին, որի հետևից էլ մենք գնում ենք, որպեսզի ամենավերջում կարողանանք բացել մեր սունդուկը։ Արդեն դուրս եկանք հարթ ճանապարհից, ժամանակն է սարերով ու քարքարոտ ճանապարհներով գնալու։ Այո! Մինչև ժայթքած հրաբուխին հասնելը ինչքան հավես բան կա, ես պետք է անեմ։ Բարձրանում ենք մեքենայի տանիքի վրա։ Խնդրում եմ մի հատ էս գեղեցկությունը նայեք։ Աստված իմ, ինչ գույնի ծաղիկներ ասես կողքերումս կա։ Իսկ աջ կողմից այն հերբի սարը արդեն հրաբուխն է։ Այո, արդեն Այո, արդեն գնալով հասնում ենք ժայթքած հրաբուխին, որտեղից էլ առաջին բանալին պետք է ման գանք ու գտնենք։ Մի խոսքով այս վիդեոյում համ տանջվելու ենք, համ էլ այսենց վայելելու ենք, ոնց որ այս պահին եմ վայելում տեսարանը։ Ինչքան վայելեցինք հերիքա, դեռ էլի ժամանակ կունենանք այս ամեն ինչը անելու։ Իսկ այս պահին պետք է շտապել առաջին բանալին գտնելու։ Ինչքան մոտենում էինք քարտեզի առաջին կետին, ես գնալով սկսում էի լարվել, քանի որ ժայթքած հրաբուխի տարածքն այնքան մեծ է, որ ինձ համար փոքր-ինչ անհնար էր թվում այդ հսկայական տարածքից բանալին գտնելը։ Խնդրում եմ մի հատ ստեղնեք, թե արդեն ինչ մոտենք ժայթքած հրաբուխին։ Այս հետևից հսկայական սարը ժայթքած հրաբուխն է, որի ներսում այդ մեծ փոսն է գտնվում։ Էլ չեմ համբերում, թե երբ ենք մտնելու սարի մեջ։ Գնացինք։ Արդեն բարձրանում ենք ժայթքած հրաբուխի վերևը։ Որից ինչ բարձրենք, խնդրում եմ մի հատ տեսարանը նայեք, այս ինչ գեղեցկություն է։ Ոնց որ հավատը չգա, որ այս ամեն ինչը իրական է, ոնց որ նկար կպցրած լինի։ Այս ինչ խորն է, այս սա գեղեցկություն է։ Այո, այս պահին գտնվում ենք սարի ամենավերևում, իսկ այս հսկայական փոսը ժայթքած հրաբուխն է։ Միլիոնավոր տարիներ առաջ այս փոսի մեջ հրաբուխ է ժայթքել։ Պատկերացում անգամ չունեմ, թե ոնց ենք այստեղից գտնելու բանալին, բայց հուսանք, որ մեզանից երկար ժամանակ չի պահանջվի։ Այս պահին մենք ընթանում ենք հանգած հրաբուխի հենց եզրով։ Ձախ կողմումս ամբողջովին անդունդա, իսկ աջ կողմումս հրաբուխի հսկայական փոսն է։ Համ վայելում եմ այս գեղեցկությունը, համ էլ միաժամանակ մտածում եմ, թե ոնց ենք մենք այդ բանալին ստեղից գտնելու։ Իսկապես տարածքը ահռելի, ահա որ մեծ է։ Ես պատկերացում անգամ չունեմ, թե կոնկրետ որ հատվածում է իմ թիմը պահել ինձ համար բանալին, չնայած մոտավոր գիտեմ, որ հրաբուխի հենց այն ներքևի հատվածում է։ Դրա համար մեզ պետք է մեքենայով իջնել հսկայական փոսի ներքևը։ Չեք պատկերացնի, թե այս ամեն ինչը ինչ էքստրեմալ է։ Ես արդեն մոտավորապես զննում եմ տարածքը, կամ այն ամենաներքևում փոքր քարանձավի պես տեղ
կա, այդտեղ պետք է լինի, կամ էլ այնտեղ մի հատ փոքր տնակ եմ տեսնում։ Էսա բոլոր տեղերը հերթով կուսումնասիրենք։ Առաջինը գնանք տնակի մեջ ման գալու։ Ես արդեն գտնվում եմ ժայթքած հրաբուխի մեջ եւ անմիջապես վերևի հատվածում գտնվում է տնակը, որտեղից էլ կսկսենք առաջին բանալի որոնումը։ Չեմ հավատում, էսի տուն չի, մատուրա, մոմերա սաղ, աստված իմ, ով կմտածեր, որ ժայթքած հրաբուխի մեջ կա այսպես փոքրիկ մատուր, որտեղ մարդիկ գալիս եւ մոմ են վառում։ Խնդրում եմ միած ստեղ նայեք, ստեղից էլ խաչ է կախված։ Ոնց են մտածել հենց հրաբուխի ներսում սարքել այս փոքր մատուրը։ Չմոռանանք ինչի համար ենք ստեղ մտել, փորձենք գտնել բանալին։ Կարող է հենց մատուրի ներսում են պահել։ Ամեն անկյունում պետք է նայել։ Բանալի տեսքը գիտես ոնց է։ Շշի մեջ պետք է լինի, ապակուց շիշմանարի։ Չէ, ստեղից չի։ Կարող դուրս գանք հրաբուխի հենց ներքևում ման գանք։ Դավայ։ Չէ, ստեղ ոչ մի անկյունում չկար։ Այնտեղ հերվում քարանձավ եմ տեսնում, գնանք տեսնենք, կարող է այնտեղ լինի։ Գնում ենք քարանձավի մոտ։ Էսա։ Գտար։ Հա, փոքր քարանձավ է։ Ուրա։ Էսա։ Էս էլ այդ փոքրիկ քարանձավը, որը վերևից տեսել էի, բայց մինչև այնտեղ իջնելը ցանկանում ցույց տա, թե կողքերումս ինչ հետաքրքիր բաներ ա գտնվում։ Խնդրում ստեղ նայեք, քարերի վրայով բարձրանալով ինչեր ա գտնվում այստեղ։ Չգիտեմ ինչա խորհրդանշում էս ամեն ինչը, բայց ահա որ սիրուն ա։ Իդեպ հենց այս քարերը միլիոնավոր տարիներ առաջ եղել ա հենց լավան։ Այո, իմ ձեռքում այս բանը գտնվում ա սառած լավա։ Չմոռանանք թե ինչի համար ենք եկել այստեղ, պետք է հնարավորինս շուտ գտնել շշով բանալին։ Արա շիշ։ Էսա, սենց զուգադիպություն, խնդրում ստեղ նայեք, խիչո շիշա առանց բանալի։ Բայց մոտավոր այս սենց բանի մեջ պետք է լինի բանալին։ Ոնց կարելի է բնության մեջ տուրել է։ Ոնց կարելի է բերել ստեղ թողել։ Խնդրում եմ մի արեք էլի տենց։ Այո, ես բազմիցս ասել եմ իմ վիդեոներում, մի աղտոտեք բնությունը, սիրեք ձեր երկիր մոլորակը, սիրեք այն հողը, որի վրա ապրում եք։ Սենց բաներ անելով ձեր ետևից աղբ թողելով փչացնում եք մեր երկիրն ու մեր մոլորակը։ Դրա համար սա մենք մեզ հետ անպայման կվերցնենք ու կտանենք։ Շարունակում ենք ման գալ։ Ող էս արանքները լինի։ Բրթեմ շուրտամ։ Չխի։ Շորտ անհնար աստեղից բանալի գտնելու ուղղակի անհնար։ Լուրջ չեմ պատկերացնում ոնց են գտնելու։ Հելարի հետ իջնենք են քարանձավի մոտ։ Առաջարկում եմ մտնենք փոքրիկ քարանձավի մեջ։ Եթե ստեղ էլ չլինի անհնար է գտնել սրանից հետո իրեն։ Չէ, եթե ստեղ չլինի, ուրեմն կարծում եմ մատուրի մեջ լավ չենք ուսումնասիրել, պետք է հետ գնանք մատուրի մեջ մի հատ էլ ման գանք։ Ես մեծ հույսեր ունեմ, որ գտնելու ենք այսօր։ Օ, այս ինչը խորն է։ Չկա, չէ, ստեղ էլ չի։ Կարող է հետ գնանք, ստեղ չի հաստատ։ Օրո, խչո, գտել եմ։ Օրո, գտել եմ։ Ստենայի։ Այո։ Սիրտս բաստան ճիշտ էր վկայում։ Այո։ Ջան։ Առաջին բանալին գտնվում է իմ ձեռքերում, ինձ թվում է ժամերով ման ենք գալու, բայց բախտերս բերեց եւ պատկերացրածից ավելի հեշտ գտանք առաջին բանալին։ Աղջուձախ եղինջները, ասaq ոտերս եղինջները ցավացրել է, մռմռում է, բայց այս շխշխկոցը իմ ինձ հանգստացնում է։ Այսենց եւս երկու շիշ դեռ ունենք գտնելու մեր հաջորդ ստոպերում, որոնք հիշեցնեմ երկուսն են՝ ժայռի լքված վանքը եւ ջրվեժը։ Հուսանք հեշտ կկարողանանք գտնել ոնց որ այս մեկը։ Աղ մի թափեք։ Շարունակում ենք ճանապարհը։ Ժամանակն է հանգած հրաբուխից շարժվելու դեպի լքված ժայռի մեջ գտնվող վանք։ Ժայռի մեջ գտնվող լքված վանքին հասնելու համար ուղիղ 1 ժամ ճանապարհ դեռ ունենք գնալու։ Աստված մեր հետ։ Հայաստանի բնությունը անբացատրելի սիրուն ու բազմազան է։ Մեր այս փոքրիկ երկրում իսկապես զարմանալի է, թե ինչքան շատ են այն վայրերը, որոնց մասին անգամ չէինք լսել։ Սկսիր ավելի շատ ճանապարհորդել Հայաստանով։ Այս դերախտային բնությունն արժանի է ավելի մեծ ուշադրության։ Ինչպես տեսնում եք, ձախ կողմումս գտնվում է հերի ջրամբարը, մինչև լքված վանքին հասնելը այսպես շատ սիրուն բաներ ենք դեռ տեսնելու։ Ուղիղ 1 րոպեից կհասնենք թաքնված ժայռի վանք։ Վանքը կառուցվել է 13-րդ դարում վանականների կողմից։ Իսկ թե ինչի է վանքը թաքնված այս ժայռի մեջ, քանի որ 13-րդ դարում վանականները թաքնվելու խնդիր են ունեցել, որպեսզի պաշտպանվեն հարձակումներից, դրա համար էլ վանքը կառուցվել է ժայռի մեջ, որպեսզի անտեսանելի լինի։ 1 ժամ ճանապարհ գալուց հետո մենք վերջապես լքված ժայռի վանքի առջև ենք։ Իմաստը վանք կա։
Այո, այս սարի մեջ երկու հատ եկեղեցի կա։ Երկու հատ։ Երկու հատ։ Ու ամենատարօրինակ փաստն այն է, որ նույնիսկ Հայաստանի ապրող հայերի մեծամասնությունը չգիտի այս վանքի մասին, որը գտնվում է սարի ներսում։ Ես նույնպես դեռ չեմ տեսել։ Առաջարկում եմ արդեն մուտք գործենք սարի մեջ գտնվող վանք եւ փորձենք գտնել մեր թվով երկրորդ բանալին։ Գնացինք։ Հսկայական ժայռը եւ ժայռի ներքևում փոքրիկ դուռը, որն էլ հենց եկեղեցիների մուտքն է։ Ես էլ եմ ձերպես առաջին անգամ մուտք գործելու։ Հու, տեսնենք ինչ այն սպասվում։ Աստված իմ, օրո։ Հավատես ոնց որ չգա, որ այս ամենը Հայաստանում է գտնվում։ Հələ խնդրում եմ մի հատ վերևը նայեք։ Հորո, վերևի հատվածը բաց է։ Դրսից ընդհանրապես չես կարող ասել, որ այս ժայռի մեջ գտնվում է եկեղեցի։ Ու այն էլ այս մի հատ եկեղեցին չի, երկու հատ եկեղեցի է։ Ժողովուրդ շշով բանալին ստեղ մի տեղ է գտնվում։ Պետքա փորձենք գտնել։ Արի մի հատ երկրորդ եկեղեցին է մտնենք նոր։ Երկրորդ եկեղեցին։ Հա, Նույն մուտքից, հա։ էս է մուտքը։ Ոնց է սա մուտքը։ Չէիր տեսել։ Չէ, օրա հայելի։ Այսպես մտնում ենք երկրորդ եկեղեցի։ Աստված իմ։ Այս թաքնված եկեղեցին վանականները սարքել են 13-րդ դարում, պատկերացնում եք, ու անհավատալի է, որ այս ամենը Հայաստանում է գտնվում։ Ես ձեռքի հետ արդեն բանալին եմ ցանկանում ման գալ։ Այստեղ ինչ-որ մեծ անցք կա։ Առաջարկում եմ տեսնենք, թե ինչ է այստեղ գտնվում։ Չէ, այստեղ չի։ Ինձ է թվում, թե սենց ճանապարհ ա եղել, հիմա փակ է։ Արա հայելի 100% սենց ճանապարհ եղել, որտեղ էս վերևներն այդ թունելի անման, ստեղից էլ հող ա լցվել ու ճանապարհը փակվել է։ Չէ, բայց ստեղ չի բանալին, արի գնանք։ Խնդրում եմ մի հատ էս անկյունները նայեք։ Ինչպես տեսնում եք, ստեղ հին ցուցանակ կա, որի վրա գրված է երկրորդ եկեղեցի։ Այո, մենք հիմա երկրորդ եկեղեցու ներսում ենք եւ ներքևում գրված է 1286 թվական։ Աստված իմ։ Խեջ, բայց մենք ուշանում ենք արդեն։ Պետքա շատ շուտ գտնենք բանալին ու շարժվենք առաջ։ Չեմ չկա ստեղ։ Չկա։ Չէ, չկա։ Արլավ ուր եմ պահել, ոչ մի ձև աչքից չի ընկնում։ Ոնց են գտնելու խաչ։ Արլավ ուր եմ պահել։ Այստեղ։ Այս լոգիկայի որ նայում ես, հաստատ երկրորդում պետքա բացել են, բարդ է երկրորդում ավելի։ Հաստատ ընդեղ է, սիրտս վկայում է, Այդտեղ նայել էիր, ոնց պիտի։ Արա այնա, խչո։ Լուր։ Հա, գտա։ Այո, էս արա, հա։ Առաջին անգամից չտեսար։ Արա չգիտեմ, առաջին անգամ այս նեղ հատվածում չէի նայել որտեղ։ Հավատաս չի գալիս, որ երկրորդ բանալին արդեն իմ ձեռքերում է։ Բայց դժվար է շնչել, արի դուրս գնանք էլի։ Լուրջ եմ ասում, դու չհասեր չի ֆիքսվի, թոքերս այս խոնավությունից ահա որ սկսեց ցավալ։ Բայց կարևորը մեզ հաջողվեց գտնել երկրորդ բանալին։ Ճիշտ է, այս անգամ համեմատած մի փոքր դժվարությամբ, բայց կարևորը շշով բանալին արդեն իմ ձեռքերում է։ Ժամանակն է դուրս գալու լքված վանքից եւ շարունակելու ճանապարհը։ Այս ինչ լույս է, Աստված իմ։ Ու այս ինչ շոկ է։ Իդեպ վանքի անունն է Սուրբ Աստվածածին Մարտիրոսաց վանք։ Բա հենց նոր միասին իմացանք Հայաստանի հրաշալիքներից մեկի մասին։ Այստեղ հասնելու ճանապարհը մի փոքր բարդ է, բայց եթե հնարավորություն ունեք, անպայման այցելել է պետք։ Վերջապես երկու բանալիները արդեն իմ ձեռքում են գտնվում, հենց վանքի առջև էլ, ախ, սառը ջուր է գալիս։ Խմենք ու շարժվենք առաջ դեպի ջրվեժ։ Վախ, ջան, կյանքից խմած ամենահամեղ ջուրն էր, որ այս ինչ լավն էր։ Դե ինչ ժամանակն է լքված վանքից շարժվելու դեպի ջրվեժ, որպեսզի այնտեղ գտնենք մեր երրորդ վերջին բանալին։ Եվ հենց ջրվեժի տարածքում ման գանք եւ գտնենք սունդուկը եւ այդ 3 բանալիներով բացենք սունդուկը եւ տեսնենք թե ինչ է մեզ սպասվելու առջևում։ Գնացինք։ Օգտակարով ընդմիջումը հաստատ մեզ չէր խանգարի։ Ախ, արա, ես ինչ ծառավ էի։ Նոր չելենջ ենք անում, պորտը-բոր ճանապարհներին պետք է նենց խմեմ, որ չթափվի վրես։ Հենց հիմա մեկտաբանությունների բաժնում գրիր, թե այս 4 օգտակարոյի համերից որն ես ամենաշատը սիրում՝ մանգո, խնձոր, նարինջ, թե մուլտիֆրուտ։ Սպասում եմ քո մեկտաբանությանը։ Ինչպես հասկանում եք տեսախցիկի շարժից, ճանապարհն ուղղակի ահա որ քարուքանդ էր։ Որ իմանաք, թե ինչ ենք պատրաստվում հիմա անենք, ինձ թվում է կապշեք։
Մենք արդեն գտնվում ենք Սյունիքի Սպանդարյանի ջրամբարի առջև եւ այժմ փորձելու ենք մինչև ջրվեժը հասնելը, մտնել հենց մեքենայով ջրամբարի մեջ եւ դուրս գալ այն փոքրիկ կղզու վրա հենց մեքենայով, բայց 50-50 է այս ամեն ինչը։ Կարող է մտնենք մեքենայով ու միանգամից խորտակվենք, քանի որ չգիտենք թե ինչքան է ջրամբարի խորությունը։ Հիմա հարց խչոք, գնանք ռիսկի թե չգնանք։ Դա դաժե մտածելու բան չկա, պետք է միանշանակ գնանք։ Բաբոր չկա, նստի։ Բասի մի վարքյան, բաբոր խորը եղավ ու մեքենան խորտակվեց, ինչ ենք անելու։ Լողանալու ենք, ինչ պետք է անենք։ Բա վեշերը, բա մեր մյուս բանալին, բա սունդուկը։ Ոտով կգնան։ Գիժ ես, այստեղից մուտքն է դեպի ջրամբար, գնալու ենք ու դուրս գանք այն փոքր կղզու վրա։ Գնում ենք ռիսկի, հեն, գնում ենք։ Գնում ենք։ Տեսնենք խորտակվենք, թե կկարողանանք դուրս գալ կղզու վրա։ Հավատաս չի գալիս, մեքենայով մտնում ենք ջրի մեջ։ Արդեն լճի մեջ ենք։ Կպի ջրին էլե։ Կպնեմ ջրին։ Ավտոյի մեջից լճին ես կպնում, դու հասկանում։ Պետք է Instagram-ից հետևորդները առաջինը տեսնեն։ Այս պայն մենք գտնվում ենք Սյունիքի Սպանդարյանի ջրամբարում։ Էս ինչ ենք անում, խչո։ Ջուրա լցում, օրը ներսը ջուրա լցվել սա։ Վայ քու։ Այդտեղ պայսունգ եմ, պայ։ Ահա որ էպիկ էր, ինչ խոսք։ Խնդրում եմ միած ստեղ նայեք ինչքան ջուր լցվեց ներսը։ Ինչ ասեմ, կարևորը փորձեցինք, բայց հավես էր շատ։ Փորձը փորձանք էր էս անգամ։ Այս անգամ կարար փորձը փորձանք լիներ, որովհետև ուղղակի կարայինք մեքենայով խորտակվենք։ Ինչ ասեմ, շարժվում ենք դեպի ջրվեժ։ Ուղիղ 25 րոպեից կհասնենք Շաքի ջրվեժ, որտեղ էլ պահված է մեր երրորդ վերջին բանալին։ Չգիտեմ, տենց զգացում ունեմ, որ բարդ բան է մեզ սպասվում, բայց միևնույն ժամանակ շատ հավես։ Ուղղակի պաշտում եմ ես սենց արկածային վիդեոները, եթե դուք նույնպես շատ եք սիրում, ապա մեկտաբանությունների բաժնում պլյուսներ դրեք, որպեսզի հասկանամ հետագայում ինչքան նկարեմ սենց վիդեոներ ձեզ համար։ Արջևում մնացել էր ընդամենը մեկ բանալի եւ սունդուկը գտնելը։ Գնալով լարվածությունս եւ միևնույն ժամանակ ադրենալինս ահա որ բարձրանում էր, քանի որ պատկերացում անգամ չունեի, թե ինչ է ինձ սպասվելու սունդուկի ներսում։ Նվեր, պատիժ, անակնկալ թե նոր փորձություն։ Համարյա հասնում ենք ջրվեժի մոտ եւ մինչեւ ջրվեժին հասնելը գետի միջով ենք գնում։ Օ, ինչ հավես էր։ Մոտավորապես 2 րոպեից հասնում ենք Շաքի ջրվեժ։ Էս ինչ հավես էր։ Ախ, էս ինչ կայֆ է։ Էս ինչ էքստրեմալ բաներ ենք անում, ոստոցին։ Դզետ։ Վերջապես մենք արդեն գտնվում ենք Շաքի ջրվեժի տարածքում, մոտավորապես 300 մետր պետք է ճանապարհ քայլենք եւ կհասնենք աշխարհի ամենասիրուն ջրվեժներից մեկի մոտ։ Աստված իմ, օրեն ինչ սիրուն է։ Գնա խնդրում եմ մի հատ ընդեղ նայեք։ Հերվում արդեն մի փոքր երևում է ջրվեժը, առաջարկում եմ արագ գնանք։ Հավատս ոնց որ չգա, որ այս ամեն ինչը իրական է։ Օրեն ինչ սիրուն է։ Աստված իմ, ես ոնց մինչև հիմա չէի եղել ստեղ ու իրական կյանքում չէի տեսել այս հրաշքը։ Լուրջ եմ ասում, չեմ կարում աչքս կտրեմ այս գեղեցկությունից, խորա այս ինչ հրաշք է։ Բայց ես լարված եմ, քանի որ տարածքը բավականին մեծ է ու ես պատկերացում անգամ չունեմ, թե որտեղ է թաքնված մեր հաջորդ բանալին եւ սունդուկը։ Հեն ինչ անենք, քրչ, որ հատվածում կլինի իսկ քեզ բանալին։ Այ, քանի որ սա շատ մեծ է տարածքը, չեն կարա դնենք ամեն տերևի տակ ստուգենք։ Դրա համար գնանք դեպի վերև։ Այսինքն վերև ասելով նկատի ունես բարձրանանք ջրվեժի ամենավերևը։ Մի հատ ներքևը չստուգենք, կարող է ներքևը լինի բանալին։ Արի։ Բայց հələ ներքև ինչ ահռելի տարածք է։ Գնամ ան արի։ Սենց կանգնելով ոչ մի բան չլինի։ Առաջարկում եմ մի ոչուց սկսենք մանգալ շիշը։ Արա լավ, արա, էս ինչ հաստեղ։ Մի արեք սենց բաներ, ժողովուրդ, ինչի եք կեղտոտում բնությունը, ինչի։ Ես անընդհատ իմ վիդեոներում ասել եմ ու կասեմ, ախ, մի թափեք գետնին։ Լուրջ եմ ասում, շատ ցավալի է այս ամեն ինչը։ Ոնց կարելի է այս հրաշք վայրը աղտոտել պլաստիկով։ Էս ինչ է։ Ինչի համար։ Ու օրենքով պետք է խիստ պատժվեն այդ մարդիկ, որ սենց բան են անում։ Ահա որ է ուղղակի, ահա որ։ Ասենք բնության հրաշալիք է։ Սաղ ազգերը կերած են սենց սիրուն ջրվեժ ունենան։ Ու ինչ են անում հայերը։ Մեջը գենդեր փարք են ան։ Ահա որ է, ահա որ։ Խայտարակություն է։ Դե հիմա սենց ներվայացած արի ու բանալին գտի։ Արի քարերի արանքներով սկսենք մանգալ։ Դու հասկանում ես, որ այդտեղ չես կարա գտնել։ Բա որ ստեղ եղավ։ Մինչև ուր ես բարձրանալու բեն։ Պետք է ինչ-որ կոնկրետ տեղ լինի։ Ջրվեժ է, այստեղ կոնկրետ տեղ չկա, սաղ սենց խառը քարեր է։ Միակ մեծ քարերը, որտեղ տեսնում եմ, մի հատը այնտեղ է, մի հատը այնտեղ է, ու երկու հատ էլ այն վերևն է։ Արի գնանք այդ մեծ քարերի հետևը խշնայենք։ Ամենախելքին մոտ բանը այդ կլինի, ինձ թվում է, այս այնքան մանր մունր քարերի տակը նայելը։
Ցուրտա։ Չես կարծում ես մասերն է։ Այս այդ սունդուկի պատճառով հիվանդանալու է։ Հələ մնա այդտեղ, մնա։ Աստված իմ, օրես ինչ մոտ եմ։ Ուզում եմ ուղղակի ժամերով կանգնեմ ու վայելեմ։ Ջրի մեջ հաստատ չի լինի, որովհետև եթե ջրի մեջ լիներ, հաստատ գետը տարել էր վաղուց։ Դրա համար կարծում եմ պետքա 4 հատվածներում ման գանք։ Օրո մրսեցի։ Օրո սաղ ոտերս ջուր է։ Կամերատա ջուր ինչ ոտ է։ Գնանք մի քիչ 4 հատվածներում ման գանք։ Արի մի հատ հետ ճանապարհին նայենք։ Օրես ինչքան մարդ հավաքվեց, հələ հետևը նայի։ Երեխեք կարող է շիշ տեսած լինեք տարածքում բանալիով, թե չէ։ Չէ։ Տարածքում եթե շիշ տեսնեք բանալիով, ասեք էլի ինձ։ Շիշ եմ ման գալի, ներսը բանալի։ Ժողովուրդ, եթե շիշ տենաք ներսում բանալի ինձ ասեք էլի։ Հուսանք եթե ես չգտնեմ, այսքան մարդ կա տարածքում, մեկն ու մեկը կգտնի ու կբերի ինձ կտակ։ Քչո, քարանձավ արա։ Կարանք մտնենք այս քարանձավի մեջ։ Արա, բայց ես չէ։ Արի մտնենք, քչո։ Պատկերացնում ես տեղ լինի։ Օր էսա, օր չեմ հավատում էսա։ Էսա, հա, երթում եմ էսա։ Վերջապես մրսում եմ։ Օր միանգամից։ Ալը սունդուկ կա, ճիշտ է։ Հա, բայց սունդուկը ուր կլինի։ Սունդուկը հաստատ վերևն է։ Արի, վստահեմ քեզ։ Հա, վստահիր ինձ։ Հավատամ քեզ։ Հավատա ինձ։ Արա էս ինչ ջուր ենք լինում, նայ, քո ասածով ենք անում, եթե վերևը չեղավ սունդուկը, ձեռիցս չես կրծելու։ Քայլի։ Արա, գարի, արի։ Արա, հեսա հիվանդանալու ենք։ Ընենց երջանիկ եմ, որ բանալին ձեռքումս է։ Արի խճարի, բարձացանք։ Օր էս ինչ հավեսոր էր։ Այսօրվա հետ կապված ամեն ինչ վայելում եմ ուղակի։ Օր էս ինչ բարձ ճանապարհ է վերև բարձրանալուց։ Դե նայ, տարածքում նայ, վերևն ենք արդեն։ Հələ ինչ հավես մոստա։ Աստված իմ։ Օր, ես ոնց է սղում, եւս մի հատ մոստ։ Բայց ասա ինչ հավես է։ Շատ կայֆ է։ Արի հələ իջնենք այնտեղ նայենք։ Չգիտեմ ուր ենք գնում, բայց շատ վստահ ենք մեր վրա։ Տեղ չկա դե։ Դե հետ գնա ուրեմն։ Հետից մոստը էլ է։ Օրո! Սունդուկը! Երթում եմ որս այս սունդուկն է։ Օրո չեմ հավատում սունդուկը։ Օրո լավ, օրո հնդեր նայեք։ Չեմ հավատում, ես ինչ շուտ գտանք։ Խնդրում եմ ստեղ նայեք։ Օրո ես ինչ թույն է։ 3 կողպեքները գտնվում է սունդուկի վրա։ Վերջին բանալին իմ ձեռքում է, իսկ առաջին 2 բանալիները մեքենայի մեջ է։ Մեջ գնա բեր արի էլի շուտ, խնդրում եմ։ Գնա ավտոյի շուտ վերցրա արի։ Եկավ, վերջապես առաջին բանալից սկսում ենք։ Էս չի։ Դավայ, բացվի։ Էս է, առաջին կողպեկը բացված է։ Երկրորդ բանալին ենք վերցնում։ Այս մեկը կլինի հաստատ։ Ըհը։ Բացվեց։ Երկրորդն է բացվեց։ Վերջին բանալին մնաց։ Դե։ Այո, վերջինն էլ բացեցինք։ Բաց տենանք ինչ է մեջը։ Հերթով անում ենք։ 1, 2 եւ 3։ Օրա բացվեց։ 3, 2, 1։ Այդ ինչ է։ Լիքը օգտակարոներ, մեկ էլ մի վարքյան, թղթերա ինչ-որ, մի վարքյան։ Թուղթա ու թազա քարտ ես։ Շնորհավորում եմ դու պատվով անցար առաջին քվեստը, ժամանակն է անցնել հաջորդ փորձությանը։ Օրո, որտեղ դու պետք է 24 ժամ անցկացնես իրական քարանձավում։ Օրո, տարածքում լինելու են շատ ու շատ տարբեր քարանձավներ, որոնցից մեկում պահված է հաջորդ առաջադրանքը։ Եվ հաջորդ թուղթը մեր հաջորդ քարտեզն է, որտեղ գրված է ճոճվող կամուրջ եւ քարանձավներ։ Ճիշտ է, ես հիմա ահա որ հոգնած եմ, բայց պարտավոր եմ ինչպես քարտեզն է ասում, ճոճվող կամուրջի վրայով անցնեմ եւ գնամ իրական քարանձավներից մեկում անցկացնեմ 24 ժամ։ Ոխից ջանս փշակախվել է։ Աստված իմ, հաջորդ շաբաթվա վիդեոն ուղղակի թեժ է լինելու, սպասեք հաջորդ շաբաթվա վիդեոին, որտեղ անցկացնելու եմ ուղիղ 24 ժամ իրական քարանձավի մեջ։ Էս ինչ հետաքրքիր է լինելու։ Մի հատ էլ օգտակարով խմենք։ Որ համիս ես ուզում։ Խնձոր։ Վերցրա։ Հուսով եմ վայելել ես վիդեոն սկզբից մինչև վերջ, կհանդիպենք հաջորդ շաբաթ օրը հենց քարանձավի ներսից։ Սպասեք շաբաթ օրվան, թեժ է լինելու։